ձեզ մտովի ես տեղափոխում եմ Խորվիրապ, որտեղ Հայաստանի պատմության մեջ 301 թվականին տեղի ունեցան տարագազմիկ նշանակության իրադարձություններ, որը դառավ անփոփոխ եւ որը մեր ինքնության պարամետրերը որոշեց այսօր։ Ուրեմն մենք հիմա գտնվում ենք Խորվիրապի տարածքում եւ հավաստում ենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նվիրվածությունը քրիստոնեական արժեհամակարգին, մեր ժողովրդի բարոյական կերպարին, ինքնությանը եւ անշուշտ պետականության անշեջ պատկերին։ Մենք ինչ ենք ուզում ասել ընտրությունների նախօրյակին։ Մենք գալիս ենք պայքարելու համար մեր ազգային արժեքների համար, որ է քրիստոնեական արժեհամակարգը, հայկական, այսպես ասած, քրիստոնեության, փիլիսոփայության ենթատեքստում մենք գալիս ենք հաստատելու գիտարդյունաբերական Հայաստանի կոնցեպցիան, գալիս ենք հաստատելու տեխնոլոգիական թռիչք պահանջող նվաճումների Հայաստանի կերպարը եւ անշուշտ մենք գալիս ենք ագրոարդյունաբերական, որը գյուղացիության, գյուղատնտեսության վերականգնման եւ էկոհամակարգի վերականգնման հարցերը լուծելու համար։ Նախորդ ընտրաշրջանում մենք 5 տարի շարունակ քայլեցինք Հայաստանի Հանրապետության քաղաքներով, գյուղերով, շփվեցինք մեր քաղաքացիների հետ, այցելեցինք Սփյուռքի գաղթօջախներ, մեր իդեալը եւ մեր պատկերացումները տանելով եւ մեր ժողովրդին ասելով հետեւյալը, որ աշխարհի փափուկ ուժի խոշորագույն կենտրոնը Խորվիրապն է, քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու փաստն է, եւ մենք հետամուտ եղանք կանգնած մնալ պետականության կողքին, կայունություն եւ զարգացում ապահովելու նպատակով, այնքանով, որքանով մեր հնարավորություններն են։ Ընդ որում ասեմ, որ մենք ավելին ենք արել, քան մեր հնարավորությունները եւ ավելին չենք կարող ասել, քան թույլ կտար այլ իրականություն ասելու համար։ Հիմա մենք գալիս ենք մի կարգախոսով։ Մենք ուզում ենք մեր երկիրն ունենա անվտանգություն, մեր երկիրն ունենա ազատություն եւ մեր երկիրն ունենա զարգացում։ Մենք գալիս ենք հաստատելու մեր նվիրվածությունը ազատությանը, արդարությանը եւ համերաշխությանը։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, համար 12, քվեարկիր հանուն արդարության։